Եղնիկների հիմնական սնունդը խոտն է, սակը։ Եղնիկների հիմնական սնունդը խոտն է, սակայն նրանք ուտում են նաև հացահատիկներ, ոլորներ, երեբրոկոներ, սնկեր և այլն։ Վայ, ինչ լավն են քո տատները, ոնց որ փափուկ խաղալիքներ լինեն, հետաքրքիր է նրանց կարելի է կրկել։ Հավանում ես արտիկուկում, դե ուրեմն արի խաղանք այս խաղը ու փորձենք ոչինչ բաց չտնել։ Հիմա դու պետք է գտնես 3 հարցերի ճիշտ պատասխանները, դերով բոլոր պատկերները այս նկարում։ Որ կենդանու ձայնն է սա։ Ալբերտս, որն է այս կենդաններից կապված գիշատիչ, որը հանդիպում է նաև Հայաստանում։ Սխալ պատասխան է։ Ճիշտ է, որն է այս կենդանիներից գրացված Հայաստանի կարմիր գրքում։ Բրավո, հաղթանակ։ Սպիտակ արջերը սնվում են ծովային կենդանիները։ Կարող են փորձել նույնիսկ գետերի որոշ տեսակներ։ Հավանում ես արդեն։ Դե ուրեմն արի խաղանք այս խաղը ու փորձենք ոչինչ բաց չտնել։ Որ կենդանին է այս ձայնը հանում։ Ալբերտս, որ կենդանու ձայնն է սա։ Գեցես, դու շատ խելացի ես։ Գիտես թորնիկս, սրանից 20 տարի առաջ ես եղել եմ Ավստրալիայում, կենգուրուների հայրենիքում։ Ես այնտեղ տեսել եմ բնության մեջ բնակվող կենգուրուների։ Վանդակում պակած են մեջակի։ Գազանանոց, այստեղ կա գայլանվեշներ վանդամին ու հոց, և դա հետևյալ չես իմացիր, գետանում ապունեցի, դեպցի ու նման չէ, բայց կոչվում է գետացի։